Բարև ձեզ, սիրելի սովորողներ, այսօր ինչպես արդեն հանձնարարված էր, մենք պետք է անցկացնենք սահիկաշարով դաս, որը նախապես դուք պատրաստել եք։ Մենք սկսում ենք բանի թագավորությունից, իհարկե օգտվելով աշխարհացույց հարթակի պաշարներից, քարտեզագրված։ Այստեղ բանի թագավորության բերդերն են, ամբողջներն են, բավականին լայն աշխատանք է կատարվել։ Մենք կխոսենք այստեղ բանի թագավորության հիմնադրումից, բանի թագավորության հզորացումից, աշխարհակարգ եւ 4 ծովերի թագավորություն դառնալուց հետո կգնանք մինչև նայեք մենք աշխարհացույց հարթակում ինչքան շատ տեղեկություններ ունենք, Բերդերյան արձանագրության պատկերն է, այստեղ թագադրվելու արարողակարգ է ներկայացված, ունենք նաև տեսանյութ, նայեք ինչքան բերդեր կան, երևի Երևանի մասին կա այստեղ տեսանյութ, փորձենք նայել ինչ մասին է։ Գիտեք, որ ավելի թագավորությունում շատ հարստերով են մշակութային ավերականի թագավորությունը, շատ հարաբերություն, քաղաքաշինությունը, հոտությունը, գիրը, գրականությունը, բանալի զարգացածները։ Այժմ հասկանանք հարգելի առաջին խումբ, հասկանանք ինչ եք դուրս բերել, ինչ ուսումնասիրություն եք կատարել բանի թագավորության հետ կապված։ Լսում ենք ձեզ հիմա, ով է սկսում և ինչ կարևոր տեղեկություն կարող եք փոխանցել բանի թագավորության մասին։ Մեր խմբի թեման է բանի թագավորություն։ Փորձենք հարցերով հասկանալ, թե որտեղ ձևավորվեց բանի թագավորությունը, որերով դարում ով էր առաջին թագավորը, ովքեր են պատրաստ։ Բանի թագավորությունը, ինչպես և մեր հիմնական բոլոր թագավորությունները, ունեցել են սկիզբ, ընթացք և ավարտ։ Ցավոք սրտի բանի թագավորությունը լինելով հզորավոր թագավորություն, արտածոն հասավ նաև անկման, ինչն էր հանդիսանում բանի թագավորության խորհրդանման պատճառը։ Դրանք կարող են լինել երկու ուղղությամբ, հիմա լսենք ինչ պատճառներով եղել է քարտերի երրորդը, բանի թագավորության փլուզման նպաստեցին անձնական թևերը, բանի թագավորության անկման բարձրը հայտնի չէ, սակայն ասում որ 2007 դարում մի անկատենից մի թագավորական անկում է կատարվել։ Եվ երրորդ խմբի թեման։ Երրորդի թեման է Արտաշեսյանների գինը։ Հիմա փորձենք հասկանալ ինչ պատճառներ կան գետառուհիների թագավորության մասին։ Փորձենք խնդրել։ Ով ինձ կասի գետառուհիների թագավորության հիմնադրումը, երկրելա, ով է հիմնադրել և ինչ պայմաններով ունենք գիտության գետառուհի Շատ լավ, արդակում ունենք մի փոքր տեսակի եղանք հապավակյացի նվիրված։ Ունենք կարող ենք տալ եղանքների մասին, եղանք առաջին խաղապականության մասին, ինչ տեղեկություն կարող իրականություն մասին Մենք գաղափարման գիրները, որոնք ապստամբում են դարեր առաջից, Քրիստոսից առաջ ու դարերից 486 թվականներին։ Այս եղանքների թագավորությունը ինքն է 19-ների դեպքանությունը, և որ Ալթայի օրով, որ դինաստիայի օրով, Ալթիմենյանները հզորացան և այս երեխանությունը բարավեցին Երեխանություն, այս ժամանակ բանքները դիմում են դիմումների։ Այս Առաջին
Մինասեն, ովքեր ներկայացնում է արտասահմանի դիմացիան։ Այս բանակ արտասահմանները իր տեղեկություն ունեն եւ իր պաշտպանությունն ունեն սահմանությունների կապված։ Արտասահմանը առաջին է դիմացիան, ով կներկայացնի դիմացի սահմանի բարեփոխումները, ինչով հայտնի է արտասահմանի կարող եք Արտաշատ մայրաքաղաքը ինչ անունով է հայտնի եւ ինչու կոչվեց Արտաշատ։ Ուժեղ եւ ընդհանրացածություն, որ կայացեցին մեկի բարեփոխումների, դրա մեջ կարևոր էր Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արտաշատը կառուցվել է Քրիստոսից առաջ 150 թվականին Արարատյան դաշտում, երազի մեծավոր գետերի մոտ։ Այդ ժամանակ Հայաստանում համերգել Կարգագենացի Սորակար Հանիկալը, ով էլ հետպատմել է քաղաքի հատեկագիծը և մասնակցել է շինարարական աշխատանքներին, քաղաքը շրջապատված է բարձր և հզոր բանիքներով, անառիկ ներքը նկատի ունենալով, որը միացնում են անվանել են հայկական կարգագետ։ Քաղաքը լավագույն է համարվում ժամանակի քաղաքների մեջ։ Արտաշատ առաջնի բարեփոխումների արդյունքում մեկ այլ փոխորացավ, զարգացավ եւ դարձավ առաջավոր ասեղների դուրացում դեպքերից մեկը։ Բայց ցավոք սրտի եղավ իրադարձություններ, միջազգային հարաբերությունների լարում, ներքին խնդիրներ եւ արտադրության դիմացիան գնալով ստացավ դերերով անկումով։ Ով կներկայացնի ինչպես անկումով Քարտուղի եղել է հայոց բարոյական պարտություն արտաշատի պայմանների տարածքային Սեր հայկը պահպանում է դիպին հայկական տարածքների և դիպտային միջագետքը, իսկ մնացած տարածքները կանցնում են նրան։ Առաջին գլուխ նորմալական խնդիրը կառավարել է լուծի գեոպոլիտիկոսը, որը հասնելով հայոց սահմանի Տիգրանների պահանջում է իրեն հասնել ինգիլիզ տերիկերով կերպարային։ Ուրեմն հայ-հռոմեական պատերազմը եղավ երկու փուլով և ինչով ավարտվեց այս պատերազմը, ինչ կարգավիճակում հայտնվեց մեր կայքը և ինչ պայմաններով փոխհարաբերության, փոխհամաձայնության եկան հայերը և հռոմեացիները։ Առաջին պայմանը այն է, որը Հռոմը և Հայաստան դառնում են միասնություն և պետք է դիալոգների զոր ծրագրերին, որը իբրև շրջագերեվում է կասեցի արժանանքների մեջ, ինչպես մնաց հայերենը պետք է հրաժարվի բոլոր արտաքին իմացություններից և միայն մեծ հայտնի տարածքը պահպանել։ Եվ վերջում պետք է 6000 տաղանց ստուգանք վճարվել, որը վճարվեց Սովետական դրանից։ Շիրակի, Տարոնի, Բաղդերբանդի դաշտերում և Վանի գետահովիտներ